Լուսամուտ հնարավոր չէ բացել։ Միշտ այդ պրոբլեմը կա։ PM2.5-ի մակարդակը 77 է, պետք է հենց այս բան մենք լինենք դիմակով։ Ողջ կյանքի ընթացքում 20 տոննայից ավել աղբ ենք նետում ամեն մեկս։ Գյումրու քաղաքային աղբավայրը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է էկոլոգիական աղետի առաջ կանգնեցնել քաղաքի բնակչությանը։ 1950-ական թվականներին ստեղծված այս աղբավայրի շուրջ տարեց տարի ավելացան բնակելի թաղամասերը։ Մեծացավ նաև աղբավայրի տարածքը, այդպիսով բարենպաստ պայմաններ ստեղծելով թունավոր ծխի տարածման մասշտաբների ընդլայնման համար։ Դանդաղ բարձրացող ծուխը միացնում է այս պատմության բոլոր գործող անձանց։ Բնակիչներ, բնապահպաններ, փրկարարներ, համայնքային կառույցներ, թեև նրանց բացատրությունները տարբեր են, բայց մտահոգությունը նույնն է։ Գյումրին ապրում է շրջակա միջավայրի լուրջ վտանգի կողքին։ Ամառ ծմեր նույն պատմություն, ամառը փակ ենք կշոկ, ծմերը փակ, պատուհանը փակ, մենք տուն այդ օդը կզգանք։ Ծուխը ահավոր է, պատուհանը կփանաս կամ մեր լված փռելու այս տարբերակը շորերը նես կտանես նորից լվալու են։ Երբ որ այստեղ է այրվում, դա ոչ միայն ազդում է Մուշ թաղամասի, Բուլվարային, Շերամ, Արաբի գյուղ, եւ հարակից բնակավայրերի վրա, այլ նաեւ իր ուրույն ազդեցությունն ունի քաղաքի տարբեր հատվածներում։ Շատերը նշում են, որ աղբը հրդեհվում է ոչ միայն ինքնայրումից կամ արևի ճառագայթների ազդեցությամբ, այլ նաեւ ենթադրվում է, որ այրվում է մարդկանց կողմից հատուկ նպատակներով։ Տարվա ընթացքում տարբեր հատվածներ այրման process-ը կամ ուժեղանում է, թուլանում է, դա կարծում եմ կախված է այնտեղ գտնվող այդ մարդկանցից, որոնք որ դրանցից օգտահանում են անում, այսինքն փորձում են այդ աղբը տեսակավորել, իրանց համար օգտակար բաները անել։ Մինչ համայնքային իշխանությունները ճանապարհ էին հարթում, որ հրշեջ տեխնիկան կարողանա հասնել աղբավայր, բնակիչները ամրապնդում էին թունավոր մասնիկների վերաբերյալ գիտական տեղեկությունները։ Երկու մասնիկները իրենց փոքրության պատճառով շատ շուտ ներթափանցում են մարդու օրգանիզմ, հասնում են այրան միջով, հանդիսանալով բազմաթիվ հիվանդությունների հետագա զարգացման պարարտ հող։ Ինդոլ, կրեզոլ, ցածրակարգած խաչեր, մեթան եւ ամենավտանգավորը դիօքսիններ եւ ֆուրաններ, սրանք այն քիմիական նյութերի մի մասն են, որոնք առաջանում են խառը աղբի այրման ժամանակ։ Կայուն օրգանական աղտոտիչներ, որոնք հողում, օդում, ջրում մնում են հարյուրավոր տարիներ, չեն քայքայվում։ Դրանք եւ շրջանառում են բնության մեջ անցնելով հողին, հողից բույսերի մեջ, բույսերից կենդանիների, մարդու օրգանիզմ եւ մարդը կարելի ասել հանդիսանում է դրանց վերջնական, կրողը, որոշ նյութեր դրանցից, ինչպիսին են դիօքսինները, ֆուրանները, նաեւ ունեն քաղցկեղածին ազդեցություն։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետը այսօր լրատվականի հետ զրույցում ընդգծում է այն հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ օդի բարձր աղտոտվածության դեպքում։ Օդի աղտոտվածությունը կարող է առաջացնել շնչառական հիվանդություններ, օդի աղտոտվածությունը կարող է առաջացնել սիրտանոթային համակարգի հիվանդություններ, օդի աղտոտվածությունը, կախված աղտոտվածության աշճանից ու ցուցիչներից կարող է առաջացնել մաշկային խնդիրներ, ալերգիկ, իմունային եւ այլ խնդիրներ։ Աղբավայրում բռնկված հրդեհները մարվում են Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության կողմից։ Տեխնիկայի պակասի ու բնակիչների ահազանգերի արդյունքում գործին շատ հաճախ մասնակից է դառնում Շիրակի մարզի փրկարար ծառայությունը։ Վերջերս ահազանգերը շատացել են, քանի որ քաղաքային իշխանությունները, տեղական ինքնակառավարման մարմինները իրենց ուժերով չէին կարողանում դիմագրավել մեր քաղաքային Գյումրի քաղաքի քաղաքային աղբանոցի հրդեհին։ Զանգերն եղել են համարյա ամեն օր։ Հրդեհաշիջման ամենաարդյունավետ ձևը ըստ մասնագետի ու ըստ միջազգային փորձի աղբավայրը հողի հաստ շերտով ծածկելն է։ Աղբանոցներում հրդեհաշիջման ամենաարդյունավետ եւ երևի միակ արդյունավետ միջոցը հողի շերտով ծածկելն է, որն ինքնին արդեն հրդեհաշիջման միջոց ձև է, հրդեհաշիջման իրականացնելու ձև է։ Գյումրու քաղաքապետարանը այդ ուղղությամբ օրեր առաջ մեծ մասշտաբի աշխատանքներ իրականացրել, մենք էլ իրենց հետ համատեղ, քանի որ իրենք տեգնել են մեր օգնությանը,
Սակայն սա լուծում չէ, այլ ժամանակավոր հանգստացնող վիրակապ է մի վերքի վրա, որը տարիներով չի բուժվել։ Պետությունը պետք է դրանով զբաղվի, ոչ թե մենք։ Դե անտարբերությունը շատ է։ Պետությունը կանխարգելիչ քաղաքականություն չի վարում, ասում է բնապահպանը։ Մենք շարունակում ենք խնդիրները լուծել ոչ թե ռազմավարական, այլ արձագանքման ճանապարհով։ Աղբահանություն կոչվածը, հա, պետք է մեր մոտ վերջապես մեր գիտակցության մեջ ու թիմի գիտակցության մեջ ոչ թե աղբահանություն կոչվի, այլ կոչվի թափոնների կառավարում։ Գյումրու համայնքապետարանը իր հայտարարություններով չի ժխտում խնդիրը, սակայն փաստում է լուծումը համայնքային մակարդակում ամբողջովին հնարավոր չէ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը դեռևս չունի նոր աղբավայրի կառուցման շուրջ նոր ասելիք։ Ծրագրի ժամկետները հասնում են 2031 թվական, ինչը նշանակում է գյումրեցի ընտանիքները առնվազն եւս 6 տարի ապրելու են նույն օդով, նույն գարշահոտությամբ, նույն վտանգներով։ Կխնդրեմ ուշադրություն դարձնել այդ հարցին։ Փորձը ցույց է տալիս, որ գյումրեցու այս խնդրանքը մշտապես տեղ է գտնում նախընտրական քարոզարշավներում։ Գործուն քայլերը սակայն սուղ հնարավորությունների արձանագրման մասին են։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է պարոն Քոքերի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է լայն օրակարգ, որն առնչվում է տարբեր ոլորտների և ուղղությունների։ Երկրի ղեկավարը հավելել է, որ կառավարությունը կարևորում է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում կապերի հետևողական ընդլայնմանը։ Վերնոն Քոքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթանք է հաղորդի բազմավոլորտ կապերին և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարարը գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ արդեն իսկ ունեցած քննարկումներից և նշել, որ պատրաստ են շարունակել սերտ երկխոսությունը համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու նպատակով։ Զրուցակիցները կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում ռազմական կրթության, կիբերանվտանգության ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը և Վերնոն Քոքերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի։ Մասնավորապես Վերնոն Քոքերը շեշտել է Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության ամրապնդման գործում, համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու համագործակցության խթանմանը։ Մտքեր են փոխանակվել թրիփ և խաղաղության խաչմերուկ նախագծերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրում ամրագրված սկզբունքների շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և այդ նպատակով միջազգային ներդրումների ներգրավմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է զբոսաշրջության զարգացման 2026-30 թվականների ռազմավարական ծրագիրը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին, դրանով նախատեսվող գործողություններին և միջոցառումներին, որոնք միտված են լինելու զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորմանը, արտագնա և ներգնա զբոսաշրջության զարգացմանը, նոր շուկաների թիրախավորմանը։ Ծրագրով նախատեսվում է հետևողական քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների զարգացման, միջազգային հայտնի ապրանքանիշերի մուտքի ապահովման, Հայաստանի միջազգային գրավչության բարձրացման, որակյալ ծառայությունների մատուցման ուղղություններով։ Նշվել է, որ ռազմավարական ծրագրով նախատեսվում է տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի 2024 թվականին արձանագրված 2.2 միլիոնի փոխարեն։ Մտքեր են փոխանակվել նաև նախատեսվող միջոցառումների արդյունավետության ապահովման, ինչպես նաև զբոսաշրջային բնագավառի հիմնախնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների շուրջ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի հետևողական զարգացումը և նշել, որ պետք է նոր ազդակ հաղորդել արդեն իսկ հաջողություն արձանագրած միջոցառումներին ու ծրագրերին։ Միաժամանակ երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել ակտիվորեն շարունակել պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրերը, որոնք ևս կարող են էական ազդեցություն ունենալ զբոսաշրջության խթանմանն ու նոր ուղիների ձևավորմանը։ Քննարկման արդյունքներով զբոսաշրջության զարգացման 2026-30 թվականների ռազմավարական ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը։
Ավանդական բարեկամական հարաբերություններ, պատմականորեն ձևավորված սերտ կապեր, ընդհանուր արժեքներ, քաղաքական ու տնտեսական հարաբերություններ, մշակութային եւ գիտակրթական առկա ներուժ։ Երկկողմորակարգի այս մակարդակն է հայ-հունական հարաբերությունների հիմքը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկօրյա պաշտոնական այցով Աթենքում էր։ Հանդիպումներ ու առանցքային քննարկումներ, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացում, բարեկամական խմբերի համագործակցություն։ Այս հարցերի քննարկմամբ էլ մեկնարկեց մեր երկրի ազգային ժողովի նախագահի եւ Հունաստանի խորհրդանի ղեկավարի հանդիպումը։ Առանձին անդրադարձ կատարվեց տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։ Ալեն Սիմոնյանը Հունաստանի խորհրդանի նախագահի ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող ու անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին, ազգային ժողովի նախագահը գործընկերոջն առաջարկեց քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Նիկիտա Սկլամանիսին հրավիրեց Հայաստան, ինչը սիրով ընդունվեց։ Բարեկամ երկրի օրենսդիր կառույցում Ալեն Սիմոնյանը շրջեց խորհրդարանի շենքում, ապա խորհրդարանների ղեկավարները հունական լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ։ Ալեն Սիմոնյանն ի թիվս այլ ուղղությունների խոսեց ժողովրդավարական արժեքների շուրջ ու փաստեց։ Ինձ հաճելի է այսօր ժողովրդավարության ծննդավայրում գտնվելով խոսել եւ պատմել ձեզ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության մասին եւ մեր հաջողությունները։ Մենք շատ հետաքրքրված ենք մեր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ։ Դուք արդարացի նշեցիք, որ մեզ շատ բան է կապում, բայց թույլ տվեք ասել, որ մենք շատ անելիքներ ունենք թե ինչ պարլամենտական մակարդակում, թե ինչ պետական մակարդակում։ Եվ առիթից օգտվելով նաև ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում Հունաստանի իշխանությունների եւ հույն ժողովրդի անվերապահ աջակցությունը մեր երկրին եւ մեր ժողովրդին։ Խորհրդարանից նախագահական նստավայր Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ է։ Հունաստանի նախագահը շնորհակալություն է հայտնում ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցի համար ու ընդգծում, որ Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային զարգացումներին, երկկողմ կապերի ակտիվացմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Գյորգոս Գերապետրիտիսին։ Առանցքային հարցերի շրջանակում անդրադարձ կատարվեց Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծին եւ մեր երկրի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ ծրագրին։ Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նախարարի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Մինչ Երևան վերադառնալ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու հայ խորհրդարանականները հանդիպեցին Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարին։ Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար Լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին եւ Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական գծորդ մայոր Թոմաս Շորլանդ Բոլին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը դրական են գնահատել համագործակցության ընթացիկ մակարդակը եւ պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի Հանրապետությունում եւ Միացյալ Թագավորությունում ռեզիդենտ գծորդների նշանակման կարեւորությունը, նշելով, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնմանը։ Քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Ադրբեջանի եւ Գերմանիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ։ Կանցլերն ընդգծել է, որ Բերլինն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը։ Ալիևն էլ հավատացրել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու եւ ամրապնդելու համար։ Մերցը եւ Ալիևը զրուցել են Ադրբեջանի եւ Գերմանիայի երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին։ Գերմանիայի կանցլերը հրավիրել է Ադրբեջանի նախագահին այցելել Բերլին, նաև ընդունել Բաքու մեկնելու հրավերը։
Ալիևն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նրա խոսքով խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս եւ վստահություն է ներշնչում, որ ապագայում երկու ժողովուրդները կապրեն փոխվստահության մթնոլորտում։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիր Բեկովն էլ հայտարարել է, որ Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ վերջնական խաղաղության հասնել 2026 թվականին։ Նրա խոսքով դա պատմական իրադարձություն կլինի Հարավային Կովկասի համար։ Գրեթե 3 տասնամյակ տևած հակամարտությունից հետո կողմերը վերջապես մոտենում են խաղաղության համաձայնագրին, շեշտել է Ամիր Բեկովը։ Պաշտոնյան ընդգծել է այդ հարցում Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորությունը։ Դա թույլ տվեց շրջել թշնամանքի էջը եւ սկսել նոր ապագա տարածաշրջանի համար, եզրափակել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Մայամիում տեղի է ունեցել Վաշինգտոնի եւ Կիևի պատվիրակությունների հերթական հանդիպումը, օրակարգում է եղել ռուս-ուկրաինական կարգավորումը։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանելով վերջին զարգացումները նշել է, որ ուկրաինական կողմի հիմնական նպատակն է պարզել, թե ինչ են քննարկել Մոսկվայում ԱՄՆ նախագահի բանագնացները եւ Ռուսաստանի նախագահը։ Պետք է իմանանք ինչ նոր պատրվակներ է գտել Պուտինը պատերազմը երկարաձգելու եւ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար, հավելել է Զելենսկին։ Նա պատրաստակամություն է հայտնել գործակցել բոլոր դաշնակիցների հետ եւ հասնել իրական արդար խաղաղության։ Զելենսկին հավելել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը Կիևի համար անվտանգության երաշխիքների մի մասն է։ Հաջորդ շաբաթ նոր հանդիպումներ եւ շփումներ կլինեն, շեշտել է նախագահը։ Ուկրաինայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Կիևը չի ընդունի անվտանգության երկիմաստ երաշխիքներ։ Անդրեյ Սիբիհայի խոսքով խաղաղության դիմաց չեն համաձայնելու զորքերի միակողմանի դուրսբերման պահանջին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահը խոստացել է առաջիկայում լավ լուրեր հայտնել ռուս-ուկրաինական կարգավորման հետ կապված։ Ջեյ Դի Վենսը վստահեցրել է, որ առաջընթաց կա, սակայն վերջնագծին դեռ չեն հասել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Սպիտակ տան թիմի հետ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Ուշակովը բովանդակալից է որակել Կրեմլում դեկտեմբերի 2-ին կայացած բանակցությունները, հավելելով, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև շփումները կշարունակվեն։ Պաշտոնյանն նաև նշել է, որ ռազմադաշտում ռուսական բանակի հաջողությունները դրական ազդեցություն են ունեցել բանակցությունների ընթացքի եւ բնույթի վրա։ Ինչ վերաբերում է Պուտին-Թրամփ հանդիպման կամ հեռախոսային զրույցի հնարավորությանը, դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն։ Հնարավոր է դա տեղի ունենա շատ շուտով, հավելել է Ուշակովը։ Նա տեղեկացրել է, որ այժմ սպասում են կարգավորման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանն ամերիկյան կողմի արձագանքին։ Կամավորատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2.16 միլիարդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն այդ համակարգին կուղղվի ավելի քան 10 միլիարդ դրամ։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 4-ի նիստին նշեց Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 միլիարդ դրամով աճ է գրանցել 18 թվականի համեմատ, ինչը նշանակում է 67% աճ ունենք 18-ի նկատմամբ եւ ինչպես նկատեցինք, միայն կամավորատեստավորման համակարգը այս տարի 10 միլիարդ դրամ հատկացում է ստանում։ Իսկ 26 թվականի պետական բյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չի, ավելի քան 20 միլիարդ դրամ է հատկացվելու եւ 2024-ի համեմատ կրկնակի ավել է այն բյուջեն, որը մենք ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին։ Այս տարի ատեստավորմանը մասնակցության համար դիմել էր ավելի քան 8400 հոգի։ Բողոքարկումների արդյունքները դեռևս չհաշվարկելով 67.2%-ը դրական է հաղթահարել ատեստավորման գործընթացը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է։ Ես հասկացա, որ մենք նման ցուցանիշ նախկինում չենք ունեցել, երբ որ ատեստավորման շրջափուլում դրական արդյունք արձանագրեցների այդքան մեծ թիվ լինի, որովհետև ես հիշում եմ, ի սկզբանե շատ փոքր թվերից, հիմա 59% ասեցիք, հա, որ դրական են։ 67.2% 67, սա նշանակում է, որ պրոցեսները լրջացել են, այսինքն ուսուցիչները իրենք էլ ավելի պատրաստված են գալիս, որը հենց այդ փաստով որ ուսուցիչները ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենց արդեն իսկ մեր կրթական որակի վրա ունենալու է պոզիտիվ ազդեցություն, որովհետև իմ ընկալումն է, որ հնարավոր չէ սովորեցնել առանց սովորելու։ Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Որոշման նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նշելով, որ կա հարուցված քրեական գործ։ Դատախազության Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր
տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե, տեղեկացնելով, որ դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա քաղաքացու սեփականության իրավունք։ Համայնքի ղեկավարին հասցեագրված միջնորդագրի քննարկման արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը, հիմք ընդունելով համայնքի հավաքանու որոշումը եւ դատախազության Կոտայքի մարզի դատախազի գրությունը առաջարկում է ընդունել գույքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը եւ գույքն ամրացնել շրջակա միջավայրի նախարարությանը հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց գործի նախապատմությունը, նշելով, որ գույքը գտնվում է Բազալտե երգեհոն հանրությանը հայտնի քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում։ Պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարվել է ուսումնասիրություն եւ ներկայացվել է միջնորդագիր եւ արդյունքում Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել իմ կողմից նշված տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է գտնվում եւ ըստ էության հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք։ Գլխավոր դատախազը խոսեց նաև 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս պետությանը վերադարձված գույքի եւ դրամական միջոցների մասին։ Այս պահին վերադարձված է 174 միլիոն 545 հազար դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ այսօրվա դրությամբ 20 միլիարդ 678 միլիոն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին։ 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, վերադարձրել ենք մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որոնք քառակուսի մետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում։ Անընդհատ մենք այդ գույքերը հրապարակում ենք, հանրությունը յուրաքանչյուր գույքի մասին տեղեկացված է եւ կադաստրային արժեքի մասին եւ չափի մասին եւ որ վարչական շրջանում կամ մարզում է գտնվում գույքը։ Հաջորդ շաբաթ հավանաբար այս թիվը 66 միլիարդ դրամը կավելանա, որովհետև նախորդ նիստի որոշմամբ երկու մեծ հողատարածք վերադարձվել է շրջակա միջավայրի նախարարությանը։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։ Իջևանի Վերնատուն պատկերասրահում մեկնարկել է նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը վերադարձ խորագրով։ Սա Աղաբաբյանի երկրորդ ցուցահանդեսն է Տավուշի մարզում։ Առաջինը օրեր առաջ կայացել էր Կողբում, մեծ հետաքրքրություն առաջացնելով արվեստասերների շրջանում։ Այս ցուցահանդեսը տուրնե ցուցահանդես է, սկիզբը դրվեց Կողբում, հետո տեղափոխվեց Վանաձոր, հիմա այստեղ ենք տեղափոխել եւ ամսի 11-ին ցուցահանդեսը կվերաբացվի Երևանում։ Այս հիմնականում իմ վերադարձից հետո արված աշխատանքներն են, որ ես ուզեցի իմ վերադարձը մի քիչ ամրագրել այլ նկարչությամբ։ Մի քանի աշխատանք Ամերիկայի արած աշխատանքներից կան, մնացյալը նոր ստեղծված աշխատանքներ են։ Ցուցահանդեսում ներկայացված են վարպետի 33 աշխատանքները, որոնք միավորում են հայրենիքի կարոտը, բնապատկերների հանդեպ սերն ու տարիների ընթացքում ձևավորված ստեղծագործական նոր հայացքը։ Այսօր Իջևանի պատկերասրահը շատ է գեղեցկացել, կարծես գույների փոթորիկ լինի այստեղ։ Ընդհանրապես պատկերասրահը երկար տարիներ մեր տաղանդավոր մարդկանց, մեր նկարիչներին ներկայացնում է Իջևանի հանրությանը պարբերաբար ցուցահանդեսներ կազմակերպելով, բայց այսօրը մի տեսակ տարբերվում է։ Ես ինքս իհարկե արվեստագետ չեմ, բայց շատ ինքնատիպ աշխատանքներ են այստեղ ներկայացված։ Հայաստանի հողը շատ բերի է, միշտ ենք խոսում, եւ այս առումով մարդկային ռեսուրսների առումով մենք շատ մեծ մարդիկ ենք ունեցել եւ մշտապես հպարտանում ենք նրանցով ու այսօր էլ փաստում ենք, որ այո, մենք շրջապատված ենք տաղանդավոր մարդկանցով եւ դեռ ասելիք ունենք։ Նիկոլ Աղաբաբյանը երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Չնայած հեռավորությանը, ասում է, որ հայրենի բնությունն ու մանկության հիշողությունները մշտապես ուղեկցել են իրեն։ Վերադարձ խորագիրը խորհրդանշում է իր կապը արմատների, տան եւ ինքնության հետ։ Այսօր մենք ներկա ենք մի ցուցահանդեսի, որտեղ լուռ գույներն են պատմում։ Տեսնել այս ցուցահանդեսը նշանակում է զգալ արվեստը։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են ոչ միայն գունային լուծումներով, այլև հետաքրքիր խորքային կոմպոզիցիոն մտածողությամբ։
Ես կարծում եմ մենք պետք է հպարտ լինենք, որ նրա նման նկարիչը այսօր ստեղծագործում աշխատում է ոչ թե արտերկրում, այլ հայրենի գյուղում, հայրենի մարզում։ Նկարչի վերադարձը հայրենիք կարևոր մշակութային իրադարձություն է։ Աղաբաբյանը նշում է, որ այս ցուցադրությունը ոչ միայն արվեստի ներկայացում է, այլև մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորություն, որից երկար տարիներ հեռու է եղել։ Վարպետը մեզ պատիվ արեց իջևանցիներին եւ ներկայացավ իր կտավներով։ Ամեն մեկը մի պատմություն է, ամեն մի աշխատանքը եւ խոսք է, խոսք։ Այս կտավներում ես տեսա եւ բողոք, եւ դժվարություն, եւ ցավ, եւ ամենակարևորը գույներից երևում է սեր։ Սերը շատ էր վարպետի մոտ։ Ցուցահանդեսը վերնատանը բաց կլինի մի քանի օր եւ այցելուները կարող են իրենց աչքով տեսնել նկարչի ներաշխարհի բազմաշերտությունը, գույների միջոցով արտահայտված նրա զգացողություններն ու հայրենիք վերադառնալու ներքին ճանապարհը։ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ բնակավայրում 3 փողոց է ասֆալտապատվում։ Կենտրոնականին միացող 8-րդ, 9-րդ եւ 13-րդ փողոցները երբեք ասֆալտապատ չեն եղել։ Սուբվենցիոն այս ծրագրին տեղ հսկողներից էլ ուշադիր հետևում են գյուղի բնակիչները։ 68 տարեկան մարդ եմ։ Պատմության մեջ էսի առաջի դեպքն է, որ էսի էսենց գործ են անում։ Մենք էսենց գործ չենք տերել, որ այսօր ասֆալտապատում են, սարքում են, մեր մաքրությունը լավ բան են անում։ Առաջնահերթությունը տրվել է այն փողոցներին, որտեղ խիտ բնակեցված են եւ բնակչության դժգոհությունը միշտ եղել է անցանելիությունը փողոցների, որոնք իրոք անանցանելի են։ Սուբվենցիոն ծրագրով կատարվող շինարարությունը մեկնարկել է հոկտեմբեր ամսին եւ կատարված է գրեթե 50%-ով։ Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ կատարվում է նաեւ ջրահեռացման համակարգի կառուցում։ 50%-ը կառավարության կողմից է ֆինանսավորվում, 50%-ը համայնքի կողմից։ Ասֆալտապատվելու է շուրջ 1255 գծամետր ճանապարհ, ընդհանուր 101 միլիոն դրամ արժեքով։ 9-րդ փողոցի ասֆալտապատումը ավարտել ենք։ Այս պայդրությամբ կատարում ենք 13-րդ փողոցի աշխատանքները, հողային աշխատանքները, ավազակոպչային խճապատում, պատրաստում ենք վաղ կամ մյուս օրը արդեն տեղադրել ասֆալտայի շերտը։ Խոչընդոտներ չկա, նախագծով կատարում ենք մեր աշխատանքները, բնակիչների հետ համաձայնությամբ գալով, ինչը իրանց հարմարեցնում ենք, այս բանի խնդիրներ չունենք։ Եղանակային պայմանները դեռ բարենպաստ են շինարարության համար, որն ավարտին կհասնի դեկտեմբերի առաջին կեսին։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը. Մայրաքաղաքի Սարիթաղի 23-ամյա մի բնակիչ տեղեկանալով, որ Նորնորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը $1000 դիմաց կնոջն ուղարկում է Բելգիա, Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։ Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից եւ անգլերենի ուսուցման կենտրոնում ուսանելու փաստաթուղթ։ Նաեւ պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի $10,000։ Նոյեմբերի 17-ին կինը դիմում է դեսպանատուն, ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով, սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են եւ կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ անօրինական միգրացիա կազմակերպելու եւ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու հատկանիշներով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։